Բարև ձեզ, թարմացված նորություններով ուղի եթերում հորիզոնն է, հունիսի 6-ն է ուրբաթ։ Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների համաձայն Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը ծնված 2007 թվականին և Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 2008 թվականին հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Արավուզ գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու ու նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ազգային ժողովի նախագահը առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել են լայնված կազմով հանդիպումը։ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այնուհետ Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկո մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը։ Շրջել է նաև ազգային ժողովի շենքում, մասնակցել ճանապարհ դեպի Սանահին մեկ մանկատան պատմություն խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր թանգարանի կողմից։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ այցելել նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ ռուսները 407 անօդաչուներով և 44 հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների։ Կիևում հարվածների հետևանքով 4 մարդ է զոհվել, առնվազն 20-ը վիրավորվել։ Հարձակման հետևանքով հրդեհներ են եղել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող բնակելի շենքերում։ Տերնոպոլում հարձակման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, Լուցկում էլ 5 մարդ է տուժել։ Վնասվել է բազմահարկ շենք, բնակելի տներ։ Ուկրաինայի մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, բռնկվել են հրդեհներ, իսկ իր հերթին ռուսական կողմը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը 14 շրջաններում որսացել և ոչնչացրել են 174 անօդաչու թռչող սարքեր։ Էնգելս քաղաքում գիշերային հարձակումից հետո հզոր հրդեհ է բռնկվել քաղաքի ռազմական օդանավակայանի վառելիքի պահեստում։ Ժամանակավոր սահմանափակումներ են եղել Վնուկովո, Ժուկովսկի, Դոմոդեդովո, ինչպես նաև Սարատով և Կալուգա օդանավակայաններում։ Բելգորոդի նահանգապետն էլ հայտարարել է, որ շրջանում դիզելային վառելիք տեղափոխող շոկեքարշը դուրս է եկել գծերից նախնական տվյալներով ռեսի պայթյունի պատճառով։ Իսրայելի պաշտպանության ուժերը առնվազն 17 հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններին։ Իսրայելական կողմի պնդմամբ թիրախավորված օբյեկտները Հեզբոլլահը օգտագործում էր անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։ Իսրայելի բանակը հարվածներից առաջ կոչ էր արել Բեյրութի հարավային մի քանի թաղամասերի բնակիչներին անհապաղ լքել տները։ Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ հարվածները նպատակ ունեն կանխելու Հեզբոլլահի վերախմբավորումը։ Ազգային ժողովում այսօր քննարկվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով։ Նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ փաստացի ծախսերը 2024-ին կազմել են 21,6 միլիարդ դրամ, իսկ կատարողականը 93,1%։ Հաշվետվությունը ներկայացնելուց հետո նախարարը հարցերի է պատասխանել։ Կխնդրեի ասել, կառավարությունը ծրագրում է արդյոք առաջիկայում մինչև 26 թվականը
բարձրացնել կենսաթոշակները եւ եթե այո, ինչ չափով։ Քանի որ հետ վճարը մենք տեսանք չնայած քննադատությունների եւ որոշակի սկեպտիցիզմի, որ մենք ունեինք եւ առաջիկա ամիսներին ըստ էության, որ մենք առաջին ամիսներին մեկնարկեցինք, այդքան էլ լավ չէր աշխատում ծրագիրը, ընթացքում լուսաբանումների, տարբեր քննարկումների արդյունքում գնալով շահառուների թիվը մեծացավ եւ մենք հիմա ուզում ենք այս ինստիտուտը ավելի զարգացնել եւ որոշել ենք, որ պետք է դիտարկենք կենսաթոշակների բարձրացումը հետ վճարի տրամաբանությամբ։ Այսինքն հիմա հետ վճարի տոկոսը 10-ից դարձրեցինք 12, մենք առաջիկայում կենսաթոշակների բարձրացումը ապահովելու ենք ուրեմն քննարկում ենք հիմա ակտիվ քննարկման փուլում ենք գտնում թե ինչ մոդելով կառաջնորդվենք դե դա առաջիկա քննարկումները ցույց կտան, բայց մենք փորձելու ենք հետ վճարի մեխանիզմը ներդնելով, մեծացնելով հնարավորություն տալ թոշակը բարձրացնել հետ վճարի մեխանիզմը կիրառելով, նաև այնտեղ նոր խթանիչներ բնականաբար կմտածենք, որպեսզի թիվը ավելի մեծանա։ Այս պահի դրությամբ արդեն ավելի քան 300,000, պարոն Խաչատրյան, 300,000-ից ավել ենք, չէ՞ մենք արդեն։ Ապրիլ ամսվա տվյալներով ունենք 321,000 արդեն, մայիսով մոտորերս կամփոփվի արդեն։ Այսինքն մենք 50%-ն էլ անցել ենք արդեն շահառուների եւ հուսով ենք մինչեւ տարեվերջ հնարավորինս մաքսիմալ ներգրավվածություն կունենանք եւ արդեն 26 թվականի հունվարից կկարողանանք կհայտարարենք այս տարվա ընթացքում թե ինչպես ենք բարձրացնելու, կարողանանք բավականին արդեն մեծ թվով այս Այո, քարտով ստացողները 580,000 են, 290,000-ը 50%-ներ, այսինքն արդեն բավականին անցել են, մոտ 60%։ Արդյոք կառավարությունը ծրագրում է կենսաթոշակային տարիքը առաջիկայում բարձրացնել։ Այս պահի դրությամբ այսպես քննարկումներ մենք չունենք հիմա, որ բարձրացնելու ենք կենսաթոշակային տարիքը, բայց դուք գիտեք, որ մենք ունենք շրջանառած փաթեթ, որ առաջիկայում կքննարկենք, խոսքը այդտեղ օրինակ մի կետ ունենք, համաձայն որի կարողանանք հնարավորություն տալ մեր կենսաթոշակառին կամավոր հետաձգել կենսաթոշակի ստանալու հնարավորությունը հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։ Շիրակի մարզում ընթացքի մեջ են ավելի քան 30 քաղաքաշինական տարբեր ծրագրեր, պետության գումարներով իրականացվող աշխատանքներում խախտումներ են ժամկետների ու որակի, շինթերություններով եւ նախորդ տարիներից փոխանցիկ ծրագրերի մեծ մասը փողոցաշինական են, ավարտական ակտերը տեսչական մարմինը չի ստորագրում, մինչև շինարարը թերությունները չվերացնի։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը այս տարվա 5 ամիսների ընթացքում կազմել է 18 արձանագրություն սուբվենցիոն ծրագրերում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։ Դրանց գումարվելու է եւս 5-ը։ Սկզբից փոխանակցենք թե Ջարագիծը քաշեն, ասֆալտը կենեն, հետո կան կփորեն նորից բան կենեն, ասֆալտ ենգը։ Հետո դիք նստված կուտա մի հատ կենեն։ Հիմնանորոգված տեքստիլակորձների փողոցն է 2023-ին սկսել էին սարքել, 24-ին ավարտել։ Ասֆալտած փողոցով բնակիչները չէին էլ հասցրել անցնել, ամբողջ երկարությամբ նորից քանդել են, ստորգետնյա էլեկտրական մալոխներ անցկացնելու համար։ Էլցանցը հետ լիցք է արել, մոտավորապես ասֆալտել։ Հիմա նստվածք է տվելու նման պատկեր ստացվել։ Անցած տարի շահագործման հանձնված փողոցը քաղաքաշինական տեսչական մարմինը չի ընդունել։ Փողոցը չենք ընդունել, որովհետև մինչև փողոցի հանձնումը այստեղ խորը կոմունիկացիա են տարել։ Ես չգիտեմ, թույլտվություն ունեցել են, չեն ունեցել խորողները, դրանից հետո ավարտականի դիմում է եկել համայնքապետարանից, որտեղ սուբվենցիոն ծրագիր էր սա, մենք մերժել ենք այն պատճառաբանությամբ, որ նորմալ չի, շինարարը ասում էր մենք արել ենք, բայց մեզ եկել է, մենք եկել այսպես ենք, այս վիճակում ենք տեսել։ Մեկ տարվա ընթացքում շինարարության նոր թերություններ են գտել, որոնք շինարարն է պարտավոր վերացնել։ Տեսչական մարմնի տարածքային բաժնի ղեկավարը թվարկում է անորակ աշխատանքի հետևանքները։ Փողոցում տեղ-տեղ ի հայտ եկած նստվածքներ, թեքահարտակների, եզրաքարերի անորակ կառուցում։ Մեզ այդքան չի հետաքրքրում այս գործողությունը ով է կատարել։ Շինարարը երաշխիքային սպասարկում ունի փողոցների,
ինքը պետք է սա վերացնի, թե հիմի այդ գումարը որտեղից կհայտարարի, սա իրականացնողը կանի, կֆինանսավորի, մեզ դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է, որ ինչ որ նախատեսված է, նախագծով այդպես լինի, մենք փողոցը ընդունենք, թե չէ չենք ընդունի։ Կրկնակի գործի եւ թերությունները վերացնելու համար տեսչական մարմինը փաստորեն կոնկրետ ժամկետներ չի սահմանում, բայց սուբվենցիոն ծրագրերի դեպքում շինարարին չի փոխանցվում պետության ֆինանսավորման մասնաբաժնի 10%-ը։ Վերահսկողական գործառույթ ունեցող տեսչական մարմինը վարչական դույժերից բացի այլ լծակներ չունի։ Շինարարի մեղքով եւ ոչ շինարարի մեղքով, եթե մենք գալիս ենք վերջնական, տեսնում ենք, որ աշխատանքները պատշաճ ձևով չեն իրականացված, մենք այդպիսի փողոցները չենք ընդունում։ Տեսչական մարմնի աշխատակիցները պետական ֆինանսավորմամբ նորոգվող հիմնականում միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհներին են ամեն շաբաթ։ Տեսչական վերահսկողությունը անորակ թերությունները շուտ հայտնաբերելու համար են։ Արագ վերացնելու պահանջը կատարելը կախված է շինընկերության պատասխանատու լինելուց։ Մեր կառույցը հասկանանք այսպես, մենք ավելի շատ որակի բան ենք, այդ վարչական տուգանքը զգոնացնելու ինչ որ միջոց է։ Մեր նպատակը չի, որ ինչ որ բան գտնենք տուգանենք խախտումների համար սովորական 50,000 դրամ է, եթե կոնստրուկտիվ ինչ որ շեղումներ կան, բաներ կան, դա արդեն գնում է ուրիշ բանով 300 մինչև 300,000 տուգանք է, բայց նույնիսկ դա եթե շինարար ասենք 50 միլիոնանոց շինարարություն անում իր համար այդ դրա համար մենք աշխատում ենք, որ խախտումներ չլինեն, մեր համար տուգանքը չի կարևորը։ Տեսչական մարմնից բացի տարբեր նշանակության շինօբյեկտներ ունեն նաև իրենց տեխնիկական վերահսկողները։ Տեսչական մարմնի աշխատակիցները շինհրապարակներ չպլանավորած այցերի ժամանակ հաճախ են արձանագրում, որտեղ վերահսկողները տեղում չեն։ Տեղհսկողը ոնց որ նախկինում է եղել, կցոր տեղ է շինարարներին, հիմա այդպիսի բան անթույլատրելի է։ Որոշ դեպքերում տեղհսկողները, ասենք, տարբեր շինարարություններում նույն տեղհսկողներն են, մեր դիտարկումով ֆիզիկապես հնարավոր չի, որ միաժամանակ տարբեր տեղերում տեղհսկողները ներկա լինեն, օրինակ, եթե շինարարություն է բետոնային աշխատանքների ժամանակ եւ այլ կարեւոր աշխատանքների ժամանակ, իրենք պարտավոր են ներկա լինեն, ըստ պայմանագրի կա այնտեղ, որ ամեն օր պետք է լինեն, կա, որ պետք է դիտարկեն պայմանագրով է դա ֆիքսվում, բայց մեծամասնության դեպքերում տեխնաձորները, ոնց որ շինարարները առավոտ պետք է ոնց որ կան գործի, այնպես գործից գնան, իրանք պետք է հսկեն ամբողջ գործընթացները։ Չնախատեսված էր այցը Քեթիի նորակառույց կրթահամալիր շինընկերության տեղհսկիչը տեղում էր։ 144 աշակերտական տեղով, նախակրթարանով, մարզադահլիճով եւ կից այլ ենթակառույցներով մեծ կրթահամալիրի շինարարությունը նախորդ տարվանից է մեկնարկել, որտեղ տեսչական մարմինն առայժմ լուրջ թերություններ չի հայտնաբերել։ Մեր կողմից ամեն ինչ ստուգվում է, ինչ որ ծածկված աշխատանքներ կատարվում են, դա ֆիքսվում է, նոր դրանից հետո թույլատրվում մյուս աշխատանքները կատարվելը, ծավալները, որ պետք է համապատասխանեն ծավալաթերթով տրված ծավալներին, այդ բոլորը մեր կողմից ֆիքսվում են, կատարողականները։ Ընդհանուր առմամբ անորակ աշխատանք, թերություններ ու խախտումներ տեսչական մարմինը բոլոր սուբվենցիոն ծրագրերում է հայտնաբերում։ Այլ ֆինանսական ուղղություններով իրականացվող կառուցապատման ծրագրերում, այդ թվում եւ մասնավոր շինարարությունում հսկողական դիտարկման գործառույթներ չունի։ Տեսչական մարմինը նաև պատմական շենք շինությունների վերականգնման աշխատանքներին հետևելու լիազորություններ չունի։ Մարինե Թերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ծնելիության անկումը Հայաստանում 2024 թվականին կազմել է 8%։ Այս ցուցանիշում իր բաժինն ունի Շիրակի մարզը, որտեղ իրար հաջորդող տարիների տվյալները դրա մասին են ասում։ Մարզի առողջապահության վարչության կազմած վիճակագրությամբ 2024 թվականին 207 երեխա մարզում քիչ է ծնվել 2023-ի համեմատ։ Նվազող թվեր են արձանագրում նաև հիմա, հունիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզում գրանցվել է 873 ծնունդ, 47-ով պակաս է անցած տարվա հունվարից հունիս ծնվածների թվից։ Ծնելիության ամենացածր ցուցանիշն ամեն տարի արձանագրում են Աշոտսկի և Ամասիայի տարածաշրջաններում։ Գյումրիից 13 կիլոմետր անց հարթ ասֆալտը վերջանում է ու սկսվում է Արեգնադեմ տանող քարքարոտ ու խորթուբորդ ճանապարհը։ Աշխուժ գյուղից բան չի մնացել, տարեցտարի դատարկվել է։ Ապրուստի սահմանափակ հնարավորությունները, ջրի ու գազի բացակայությունը, աշխատանք չունենալը պատճառներ են ջահելների համար գյուղից հեռանալու։ Այժմ Արեգնադեմում մոտ 500 մարդ է ապրում։ Լավ կյանքի հույսով նորաստեղծ ընտանիքները տեղափոխվում են քաղաք, կամ վատագույնը գնում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Այստեղ գյուղում ծնված միակ փոքրիկը Մոնթեն է, Խոշպեգյանների ընտանիքի երրորդ զավակը։
Նրա ծնունդը ոչ միայն ծնողների, նաև ամբողջ գյուղի համար է եղել ուրախություն, հուսադրող փոքրիկ լույս, որ գյուղում կյանքը դեռ շարունակվում է։ Երկու աղջիկներից հետո տղարս աշխարհ բարել է մեծ երջանկություններ ու մեծ տան ուրախությունն է, աշխույժ է հանգիստ է, իսկ ինչի մոնտեդերեցի, որովհետև կսիրեմ մեր հայ մեծերին, կհբարդանամ իրանցով, կհբարդանամ ուր հայ եմ, ուզեցար փոքրիկս էլ մեծ հայ դառնա։ 5 ամսական Մոնթեի եւ ավագ քրոջ տարիքային տարբերությունը 13 տարի է։ Հայ ընտանիքների անդավաճան մտածելակերպն է։ Տղազավակը Գերդաստանի անուն ազգանունը շարունակողն է։ Գյուղական այն ընտանիքներից են, որոնք ամուր են կարճած հողին, միտք չունեն հեռանալու, թեկուզ որ գյուղում բավարար պայման ու միջոց չկա։ Խաղահարաբարակ չունենք, 35 տարի է դպրոց չունենք, հազիվ մեր դպրոցը սարքեցին, շատ ուրախ ենք, ավելի շատ քաղաք կերտան, որովհետև գործ չկա, գազ չունենք, ճանապարհները ոչինչ։ Յուղերում հարսանիքներ քիչ են լինում։ Արեգնադեմցիներն ասում են, թե աղջիկները Ամասիա ու Աշոց քարս չեն գալիս, բայց բացառություններ այն էլ հաջողված հազվադեպ պատահում են։ Արեգնադեմցի Թաթիկյանների ընտանիքի հարսը Գյումրիից է, մեծացնում են 2 զավակ։ Տեղում մշտական աշխատանք չգտնելը երիտասարդ ընտանիքների ցավոտ խնդիրն է։ Չի, ասի պատահական եմ եկե, բայց սիրով մնացել եմ։ Մտածում երեխաներին ավագա չկա ստեղ։ Ոչ քրտական ինչ-որ բան կա, ոչ հետաքրքրող ինչ-որ գրավիչ բան կա։ Եթե պայմաններն է, հարմարություններ են, կեղտել ապրել ավելի հարմար քան։ Նզամացում տղաների, որոնք որ կրթություն են ստացել, աշխատում են կամ զինվորական, կամ ոստիկանությունում։ Գյումրիում, այո։ Գնում են աշխատանքից գալիս են գյուղ, որովհետև գյուղում ավելի լավ իրանց համար ապրելը։ Ճիշտ է, բոլորս է ցանկանում, որ ամեն տեղ տուն ունենք, բնակարան ունենք, բայց ամենահանգիստ տեղը, որը ավելի քո կյանքը ներդաշնակ դարձնել, իմ կարծիքով գյուղն է։ Արեգնադեմը ժամանակին Ամասիայի շրջանի ամենաշատ ծնունդներ ունեցող գյուղն էր։ Ամեն ինչ հարաբերականորեն եւ համեմատության մեջ դիտարկելիս հիմա է ստացվում է, որ Ամասիայի 18 գյուղերի մեջ էլի Արեգնադեմն է ծնունդներ տվել։ Արտենիս, Հովտուն, Աղվորիկ, Ամասիա, Զարիշատ եւ մյուս համայնքներում 2024 թվին մեկական երեխա է ծնվել։ Ծաղկուտում եւ Բանդիվանում նոր ծնունդներ չեն ունեցել։ Այս պատկերը ավելի քան 10 տարի է անփոփոխ է տարածաշրջանում։ Տարեկան ծնունդների թիվը չի հասնում 30-ի։ 24 թվականին ունեցել ենք գրանցված 25 հղի, որից 25-ը ծննդաբերել են, մնացել է 8-ը այս տարում, անցել է 25 թվականին, իսկ այս տարի շատ է նվազել մեր հղիների քանակը, ընդամենը 3-ը։ Հղիության ողջ ընթացքում հսկողությունն ու բժշկական հետազոտությունները իրականացվում են Ամասիայի առողջության կենտրոնում, բայց ծննդաբերում են Գյումրիի կամ Ախուրյանի ծննդօգնության կենտրոններում։ 2015 թվականից Ամասիայի ծննդատունը փակվել է։ Ծննդների թիվը իջել է, չեմ կարողացել այդ ամեն ինչը բավարարել, դրա պատճառն է էլի։ Ժամանակին շատ ծննդատուն է ունեցել, այո, նորմալ պայմաններով, բավականին լավ բժիշկներ է ունեցել։ Ծնունդները քիչ են ոչ միայն սոցիալական գործոնով պայմանավորված, ոմանք չեն ծնվում պտղի սերով պայմանավորված, մի մասն էլ բժշկական ցուցումով, երբ պտղի մոտ հայտնաբերվում է որևէ պաթոլոգիա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024-ին այս տարվա հունիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզում տղաների ծնունդն է շատ։ Այս վերջին 1-2 տարիների ընթացքում շատ տղաներ են ծնվել։ Ողորմի աղջիկ նախորդ հղությունը շարունակել չի կընթացել։ Կարող եմ ձեզ նշել 2017-ից 24 թվականի համեմատականը, եթե հաշվում ենք, տարեց տարի նվազում է եւ այդ համեմատականով այդ 7 տարվա ընթացքում շուրջ 600 ծնունդ մենք ունենք նվազած։ 2024 թվականին Շիրակի մարզում գրանցվել է 2496 ծնունդ, 2025 թվականի հունիսի 1-ի դրությամբ ծնվել է 449 տղա եւ 432 աղջիկ։ Սեռային համամասնությունը նախորդ տարվա այս ժամանակահատվածում եւս նույն պատկերն է ունեցել։ Ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ, միայն թե ծնունդների քանակը մի փոքր ավելին է եղել։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այսքան այն ժամի համար ծանոթացեք նորությունների նաև ժամը 20-ին։